Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 5-ն է 2025 թվական։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե թիվ 1 թեման Վենեսուելան է, բայց հո մենք Վենեսուելայի հարցը չի, որ այդքան թիվ 1 օրակարգային է դարձել, այլ ԱՄՆ-ի վերաբերմունքը, որ մենք մտածենք հետագա քայլերը ինչպես է ազդելու նոր աշխարհակարգի վրա, որն է լինելու նոր իրավիճակը, դրա համար դա է շատ կարևոր Ամերիկայի գործողությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կարող է ավելի մեծ գին վճարել, քան Նիկոլաս Մադուրոն, եթե նա չանի այն, ինչ ճիշտ է։ Դե Վենեսուելայի գերագույն դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ, այսինքն խոսքը վերաբերվում է այդ պաշտոնակատարի մասին։ Եվ պաշտոնակատարի հայտարարությունն էլ նայենք, Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել համատեղ օրակարգի շուրջ։ Մենք առաջնահերթություն ենք համարում ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված եւ հարգալից միջազգային հարաբերությունների առաջխաղացումը հիմնված ինքնիշխան հավասարության եւ չմիջամտելու սկզբունքների վրա։ Երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը արժանի են խաղաղության եւ երկխոսության, այլ ոչ թե պատերազմի, նշված է Ռոդրիգեսի հայտարարության մեջ։ Իհարկե Միացյալ Նահանգների պետքարտուղարն է հայտարարել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Վենեսուելայի մնացած առաջնորդների հետ, եթե նրանք ճիշտ որոշում կայացնեն։ Մենք ամեն ինչ կդատենք ըստ նրանց քայլերի եւ կտեսնենք, թե ինչ կանենք նրանք։ Ես մի բան գիտեմ, եթե նրանք ճիշտ որոշում չկայացնեն, ապա Միացյալ Նահանգները կպահպանի ազդեցության բազմաթիվ լծակներ։ Իհարկե հասկանանք ի վերջո ինչ է կատարվում, որտեղ Դոնալդ Տրամպը ոգևորված է այս հաջողությունից եւ միաժամանակ շատ ուղղություններով է փորձում քայլեր անի, տեսեք հաջորդը դուք եք մյուսը, երեկել ենք այդ մասին խոսել, դա շատ վտանգավոր քայլ է եւ նաեւ հասկանանք, թե ինչու է այդքան վտանգավոր։ Օրինակ լատինաամերիկյան բոլոր երկրները, բացառությամբ Արգենտինայի, որը հայտնի պատճառներով նորմալ հարաբերություններ է ցանկանում ունենալ Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ, երեք նրա խոսքը ձեզ ներկայացրեցի, որ դրական էր վերաբերվում, մնացած բոլորը ինչպես են մտածում։ Եթե այսօր Դոնալդ Տրամպը մտա Վենեսուելա, վաղը կարող է մտնի մեր տները։ Ուրեմն մենք պետք է համախմբվենք եւ ընդհանուր հակառակորդ ճանաչենք Միացյալ Նահանգներին։ Ու այնպես չի, որ Դոնալդ Տրամպը չի ասում հաջորդը դու ես։ Այս մի երկու օրվա մեջ մի քանի անգամ Կոլումբիայից խոսացել է, Մեքսիկայից խոսացել է, Կուբայից խոսացել է, որ հաջորդը նրանք են եւ այլ եւ այլ։ Սա հաստատ ճիշտ չի, որովհետեւ եթե մարդիկ վտանգ են տեսնում այդ քայլերի մեջ, նրանք համախմբվում են նույնիսկ եթե իրանք տենց առանձնապես համախոհ չէին, բայց շահերի ընդհանրության հիման վրա։ Բայց երբ որ ոգևորված Դոնալդ Տրամպն ասում է, այ հիմա արդեն էսա Գրենլանդիայի հարցնել ենք լուծում, Եվրոպան արդեն մտածում էս ինչ անում, այսինքն հիմա Եվրոպայից էս պահանջ ներկայացնում Գրենլանդիան Դանիայի կազմումը։ Եվ եթե ասում ես, որ Իրանի հետ կապված պետքա միջամտենք, էս անենք, այն անենք, մարդիկ ասում են, բա լավ, բա ասում էր մեզ օվկիանոսն է բաժանում, բա հիմա ինչ գործ ունես, Իրանի հետ օվկիանոսը չի բաժանում։ Այսինքն միաժամանակ համ Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին, լատինաամերիկյան երկրներին եւ Եվրամիության անդամ երկրներին բոլորին միասին, եթե որոշես տեղը դնես, այդ ծանրաձողը ոտիդ ես գցելու։ Սա է հարցը։ Դրա համար պետք է հասկանալ, որ օբյեկտիվորեն, նույնիսկ եթե շատ երկրներում բռնապետական երկրներ անգամ լինեն, Լատինական Ամերիկայի երկրները, միևնույնն է, իրանք մտածելու են համախմբվեն ընդհանուր շահերի շուրջ։ Դա է հարցը, որ պետք է Դոնալդ Տրամպը առանձնացնի Վենեսուելան, առանձնացնի մի կողմ դնի։ Մի կողմ դնելով նա
ուղակի կապի Ռուսաստանի հետ նրա աջակցությունը Ռուսաստանը ինչ էր անում, ոնց էր զինում, ինչ նպատակով էր զինում, ոնց որ երեք ասում ենք մի հատ էլ լավ կհարցաքննեն Մադուրոն ամեն ինչ կպատմի, եւ դա պետքա լինի առիթ։ Իսկ այն մյուսներին պետք է սպահեն ուղակի հանգիստ թողի։ Որտեղ եթե մեծ ծավալի վերցրեց բոլորին sense ոգևորված մատ թափ տվեց, ուղակի չի կարող դրա տակից դուրս գալ։ Շատ ցավալի կլինի, որովհետեւ այդ հարցում հետո նայեք պատմությունը ինչ է ցույց տալիս դե պատմությունը հաստատ Դոնալդ Տրամփի ուժեղ կողմը չի ինչա որ անգլիական բուրժուական հեղափոխություն եղավ եթե պայմանականորեն ասենք 1641 թվականից եւ ավարտը եղավ 1660 թվականը Օլիվեր Կրոնվելը դարձավ Lord Protector, բայց դրեցին թագավորին Կարլ առաջի Ստյուարտին դատարանով դատեցին, որ ասին ժողովուրդ այս խելքները գցել են սրանք լրիվ, ոնց եք դուք միապետին դատում, որը Աստծո օրհնությամբ ընտրված մարդ է, ձեր դատարանը ինչ լիազորություն ունի դա անելու համար, չէ՞։ Եվ 1649 թվականի հունվարի 30-ին նրան դատապարտեցին մահապատժի, բայց ի՞նչն է խնդիրը տարբեր պետություններ ինչի են ըմբոստացել Անգլիայի դեմ ըմբոստացել են որովհետև ասում են չհասկացանք բայց վաղը մյուս օրը մեր երկրում էլ կարող է մտածեն ոտի կանգնեն հեղափոխություն անեն եւ միապետին տանեն քարատեն բարձի ինչի համար որովհետև իրանց համար իրանց շահերից դա չէր բխում եթե նույնիսկ Անգլիան ուզում էր ավելի լավ բան անի բայց կողքիններին դա դուր էր գալի թագավորին դատել ու մահապատժի ենթարկելը մյուս թագավորական պետություններին դուր պետք է գար, այսինքն նրանք բոլորը համախմբվել էին ընդհանուր շահի շուրջ, չէ։ Այն դեպքում, երբ որ այդ երկրները առանձնապես իրար հետ այնց իդեալական հարաբերություններ չունեին։ Եվ բայց հարցը նա էր, որ Օլիվեր Կրոնվելը երբ որ 1658 թվականի սեպտեմբերի 3-ին մահացավ, չգիտես ինչի ինքը միապետության դեմ պայքարող մարդ էր, բայց ցանկացավ, որ ժառանգաբար իր պաշտոնն անցնի իր տղային։ Երկրորդ Lord Protector-ը լինի Իրանից հետո, Ռիչարդ Կրոնվելը։ Բայց այդ մարդը ընդհանրապես ամեն ոչի բանից խաբար չէր, որևէ աջակցություն չուներ ինքը, որի պատճառով մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո ասեն այս թյուրիմացությունն ով է, ճանապարհենք թող գնա եւ վերականգնեցին միապետությունը։ Եվ Կարլ առաջի Ստյուարտի տղան, որը երկրից դուրս էր գտնվում, եկավ դարձավ Կարլ Ստյուարտ II-ը, դարձավ թագավոր եւ վերականգնեց միապետությունը։ Իհարկե որոշ ժամանակ դրանից հետո անցավ հորը սպանողներին բոլորին դա մահապատժի ենթարկեց, ով ողջ էր մնացել, իսկ Կրոնվելը, որը ողջ չէր արդեն, դե պարզա նրան 1661 թվականին նույն օրը հունվարի 30-ին, որ հորը մահապատժի են ենթարկել 12 տարի առաջ, ասին գերեզմանից հանեք, դրեք կախեք, գլուխը կտրեք, այս արեք, այն անեք եւ այլ, որպեսզի ցույց տան, թե չի կարելի միապետի հետ այդպես վարվել։ Այսինքն այդ հարևան պետությունները Անգլիայից դժգոհությունը որն էր, դա էր։ Կարճ նայենք ֆրանսիական բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը, այսինքն ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ինչի որ եղավ։ Դրեցին Լյուդովիկոս 16-րդին գլխատեցին մահապատժի ենթարկեցին, մի քանի ամիս հետո էլ թագուհուն Մարիա Անտուանետային, դա պետք է հարևան երկրներին դուր գար 1789-ից 1799 թվական։ Այն դրանից հետո որ Նապոլեոնն եկավ դուրներն եկավ, Է բոլորը միապետեր էին, ինչ Նապոլեոն, ինչ կայսր, ինչի մասին է խոսքը, այսինքն դուք ուզում եք ցույց տաք, որ հեղափոխությամբ կարելի է իշխանություն փոխել, այդ բոլորը համախմբվել էին ընդդեմ Ֆրանսիայի, չէ՞։ Այսինքն սա պետք է ուղղակի հաշվի առնել, որ անկախ նրանից դու ճիշտ ես թե սխալ, շահերի համընկնումը կարող է բերի մեծ խնդրի, այսինքն Դոնալդ Տրամփը այդ քայլը որ արել է, եթե զուտ չկենտրոնանա Վենեսուելայի վրա, ինքը դրա տակից դուրս չի գա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրել են, որ նա ասել է, որ շատ զայրացած է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի վրա, եթե նա անմիջականորեն կազմակերպել է Պուտինի նստավայրի վրա հարձակումը, սակայն հետագայում ԱՄՆ նախագահը նշել է, որ չի հավատում, որ հարձակումը տեղի է ունեցել։ Այնուհետև գրողները նշել են, որ Պուտինը նրան պատմել է նստավայրի վրա հարձակման մասին, հետևաբար լրատվամիջոցները պարզաբանել են, թե ինչու է Թրամփը
Հավատացել Պուտինին եւ ինչու է նա անմիջապես դա հրապարակայնորեն ասել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ելույթի ժամանակ։ Դրան նախագահը պատասխանել է, որտեղ այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, այսինքն ես դրա մասին առաջին անգամ լսեցի։ Նա ասաց, որ իր տան հարձակման է ենթարկվել տունը, հիմա երբ մենք կարողացանք ստուգել դա, մենք չենք հավատում, որ դա տեղի է ունեցել, ասել է Տրամպը։ Դե հիմա հարցը կայանում է նրանում, եթե Պուտինը քեզ հետ խոսում է ու ասում է ին տան վրա հարձակում ա եղել, դու էլ էմոցիոնալ ձևով արձագանքում ես։ Այն դեպքում ամբողջ աշխարհը օգտվում է Ամերիկայի հետախուզական ծառայություններից։ Չենք խոսել այդ մասին, որ ինչա դժվար է պարզել, որ դա ընդհանրապես տեղի չի ունեցել։ Եվ այսինքն հենց Պուտինը չի ցանկանում խաղաղություն, որի համար ցանկանում է մեղք գցի Ուկրաինայի վրա։ Ես սա է հարցը, եւ հիմա ինքը համոզում է, որ դա այդպես է։ Եվ իդեպ ասեմ ձեզ, լինում են, իսկ գրում են, ասում են, իսկ կարող է սա պայմանավորվածություններ Պուտինի հետ, որ Ուկրաինայի հետ կապված ոնց որ փոխանակման տարբերակով, որ Տրամպը զիջի Ուկրաինան Ռուսաստանին, որպեսի Վենեսուելան վերցնի։ Կարելի է կարծել Պուտինը կարար Վենեսուելան պահել ու չպահեց, հա, առևտրի անստել փոխանակել։ Պուտինի համար դա գիտաֆանտաստիկ խայտառակություն էր, որ 20 միլիարդի զենք տաս մի երկրի, որի գան տենց հաշված րոպեների ընթացքում գողանան բանից ննջասենյակից տանեն։ Այսինքն Պուտինը պետք է ինչ որ այդ հարցում պայմանավորվածության կար, այն որ Պուտինը ասում են ինքը իր մտերիմներին, դաշնակիցներին զոհաբերում է, այդ նորություն չի, բայց խնդիրը ուրիշ է, տեղ կա զոհաբերումը, կարողանում է զոհաբերի, տեղ կա չի կարողանում չզոհաբերի, որովհետև ուժը չի պատում։ Տվյալ պարագայում դա հաստատ իր ուժը չէր պատի, որ ինքը կարողանար Մադուրոյին պահել։ Այնպես որ դա հաստատ փոխանակման տարբերակ չի, ընդհակառակը հիմա այս պարագայում Դոնալդ Տրամպը եթե չկենտրոնանա Ռուսաստանի վրա, չկարողանա բացատրի, որ պատերազմական իրավիճակում հենց պատերազմի Ռուսաստանը Մադուրոյին սրում էր Ամերիկայի դեմ, Մադուրոնը լետո ասի, բա ինձ ինչի էիր սրում, եթե քու քաշը այդքան էր, ինչի ինձ զոհաբերեցիր, որովհետև եթե դու չէիր կարողանալու պահես, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետքա իմ կարծիքով գրագետ քայլ կատարի եւ Մադուրոյին հայտարարի որպես ռազմագերի, որպեսի Վենայի կոնվենցիայով նրան շատ ավելի լավ փափուկ արտոնություններ տա նրա համար, որ ցույց տա, որ իր նպատակը չի նրան ճնշել, ստորացնել եւ այլ, այլ դա այդ կարգավիճակը ավելի մեղմացնելու տարբերակով օգտագործի, որ նրան պատկերացնում է որպես Ռուսաստանի դաշնակից պատերազմի հանցագործ եւ ոչ թե մենակ թմրանյութեր, ոչ թե մենակ ընտրությունները կեղծել եւ այլ եւ այլ։ Եթե այդ քայլը կատարի, այդ ժեստը կատարի, ես կհամարեմ, որ ինքը մի քիչ տիրապետում է այդ խնդիրներին։ Դա երկու հարց է լուծում։ Այսինքն ես իր դեպ կոնկրետ բան չունեմ, ինքը հանցագործ է, բայց քանի որ ռազմագերի է համարում, գնացել ենք առևանգել ենք, բերել ենք որպես ռազմագերի, նրա վրա նրան ավելի մեծ արտոնություն ասելով դե բանտի արտոնությունը որն է, ավելի մեղմ ռեժիմ է եւ որոշակի իրավունքները միջազգայինորեն պահպանված են։ Այդ ժեստով կարող է ինքը ապացուցի, որ ինքը գործ ունի պարզապես պատերազմի հանցագործի հետ, որը մեղսակից էր։ Հիմա եթե այդ քայլը կանի, կտեսնենք, չի անի, ուրեմն խնդիրները ինքը կունենա։ Հիմա դե ինչի եմ ասում, բանա Եվ նաև համենայն դեպս այս առիթը, որ ինքը ասենք Պուտինի սխալ է հանում, դա խոսում է այն մասին, որ ինքը չի մեղմացնելու Պուտինի նկատմամբ, ընդհակառակը հակառակ գործողությունն է կատարելու, որ դու ինձ խաբեցիր, ցանկացածիդ կարամ այս ձևի տանեմ։ Պետք չի, որ ինքը դա ասի, մարդիկ արդեն հասկացան։ Իդեպ ասեմ ձեզ, Ամերիկայի հետախուզությունը այնպիսի հնարավորություններ ունի, որ Պուտինի բոլոր կեցավայրերի եւ բոլոր նմանակներին կարող է կես ժամում հավաքի։ Ու սենց բերի նստացնի, ասի հիմի դու որ համարի նմանակն ես, դու որ համարի։ Այնպես որ այդ հարցը ինքը հաստատ այդ հարցում առևտրի չէր գնա։ Մեծ բեռի տակ է մտե, պետք է կարողանա ճիշտ ձևով դուրս գա։ Այլապես այս ամեն ինչն ասեցինք, նաև երկրի ներսում էլ այնպես չի, որ միանշանակը առիթը օգտագործել են իր դեմ պայքարեն, որ ես ինչ արեցիր դու։
Իսկ հիմա այդ ընթացքում որ խոսում ենք, որ ինքը չպետք է ուրիշ թեմաների վրա ծավալվի, բայց չի կարողանում չծավալվի, էլի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, ոչ թե հանքանյութերի համար։ Մենք այնքան շատ հանքավայրեր եւ նավթ ունենք, մենք ավելի շատ նավթ ունենք, քան աշխարհի որևէ այլ երկիր։ Դա այդպես չի, պաշարները հաստատ ուսումնասիրած է եւ գիտեն, որ Վենեսուելան, որ ուզում ես վերցնես, ամենամեծ պաշարը նա ունի։ Բայց լավ, ոչինչ, հիմա էմոցիոնալ խոսում է։ Եթե նայենք Գրենլանդիային ափի երկայնքով, ապա այնտեղ ամենուր ռուսական եւ չինական նավեր են։ Այն մեզ պետք է ազգային անվտանգության պատճառով, մենք պետք է այն ունենանք։ Թրամփը կարծիք է հայտնել, որ Կոպենհագենը չի հատկացնում այդ նպատակների համար անհրաժեշտ միջոցները եւ չի ապահովում Գրենլանդիայի ռազմական պաշտպանությունը։ Նրանք ասում են, որ Դանիան այնտեղ է եղել ավելի նաեւ 300 տարի առաջ, նշում են նավը կամ նման մի բան։ Մենք վստահ եմ, նույնպես այնտեղ նավերով ենք եղել, նշել է Թրամփը։ Մենք ստիպված կլինենք կարգավորել այս ամենը, ընդգծել է Թրամփը չմանրամասնելով, թե ինչի նկատի ունի։ Մի քանի հարց։ Առաջինը շատ անբարենպաստ ժամանակ է նորից Գրենլանդիայի հարցը բարձրացնում։ Երկրորդ, Կոպենհագենին մեղադրելը բավական մեծ ինքնուրույնություն ունի, սահմանադրորեն ունի Գրենլանդիան, այնպես որ մեղադրել Դանիային կոռեկտ չի, բացի դրանից Գրենլանդիայի բյուջեի կեսը հատկացվում է Դանիայի կողմից, դա էլ ուղղակի մենք իմանանք։ Մյուսը ինչ է նշանակում Գրենլանդիայի պաշտպանությունը, եթե Դանիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է, որը ստեղծվել է 49 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում 12 հիմնադիրների կողմից, որից մեկը Դանիան է։ Ով է սպառնում Գրենլանդիային, որ այսինքն եթե հարձակվեն Գրենլանդիայի վրա, նշանակում է հարձակում են դաշինքի վրա, ինչը Գրենլանդիան մենակ է կռվելու նիզակով։ Այսինքն սա ինչ հարց է, որ բարձրացնում է Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ կապված։ Եվ մեկ էլ ինչ որ պատմական բաների մեջ են մտնում, թե 300 տարի առաջ նավերով եկել են, բա մենք էլ մեր նավերով ենք եկել։ Հազար ասենք, որ Տրամփի համար պատմական արդարությունը դա իր ուժեղ կողմը չի, էլի, որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր պետությունն է, բայց ամենահին պետությունը չէ, էլի ինչ եք մտնում պատմական արդարություն մանգալի, եթե ուժի դրոշը ձեր ձեռն է։ Առավելևս ինձ համար անհասկանալի է, թե ինչ թվերի շուրջ են վիճում, ինչ 300 տարի մասին է խոսքը։ Եթե մենք խոսենք Գրենլանդիայի մասին, ապա գիտենք, որ 982 թվականին է Էրիկ Շիկայերը եկել, նա Նորվեգիայում էր, Նորվեգիայից դուրս արեցին սպանության համար, գնաց Իսլանդիա, Իսլանդիայից էլ դուրս արեցին էլի սպանության վախեցան վենդետայից, եկավ ինքը գտավ Գրենլանդիան, բայց այդ ժամանակ Իսլանդիան Նորվեգիայի կազմում էր, այսինքն իրաց տարածքից տարածք է եկել։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց գնացել է Էրիկ Շիկայերի տղան, Լեյվ Էրիքսոնը, 1000 թվին։ Ինձ հետաքրքիր է, եթե ուզում են պատմականորեն նայեն, 1536 թվականին արդեն, երբ որ ունիան ստեղծվեց Նորվեգիա-Դանիա, Գրենլանդիան դրա կազմի մեջ էր։ Երբ որ այդ ունիան փլուզվեց 1814 թվականին, արդեն Գրենլանդիան մնաց Դանիային։ Այսինքն ոչ 1814 թվականից է 300 տարի, ոչ 1536 թվականից է 300 տարի։ Չգիտեմ, թե այս մարդիկ ինչ թվեր են կրակում, որը ոչ մի բանի հետ չի բռնում, դժվարանում եմ ասել, բայց հետո մի բան է հետաքրքիր։ Բա լավ, դանիացիք նավերով եկել են, Ամերիկայից Տրամփը նավով ո՞նց է եկել։ Նախ ինքը Գերմանիայում էր, եթե չի մոռացել ինքը իր ծագումը։ Հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների բրիտանական գաղութացումը 1607 թվականից, չի։ Մի 75 տարվա ընթացքում, որ հերթով գնացին 13 գաղութներ ստեղծեցին, հետագայում էլ որ անկախացան։ Բայց ինչ նավով էիք եկել։ 300 տարի առաջ դուք սկի թղթի նավ չունեիք, սեփական, որ երեխեքը խաղային ջրի մեջ։ Իմաստը ո՞րն է, որ մտնեք այդպիսի բանավեճի մեջ։ Աչքդ գցես եվրոպական պետության հողի վրա
Եվ ինչ որ արդարությունից խոսած, որ բադուկ որ նավով եկել եք, մենք էլ ենք նավով եկել։ Շատ վատ ժամանակ է ընտրել Դոնալդ Տրամպը եւ շատ անհամոզիչ է իր բացատրությունը։ Առավել եւս, ինչի Գրենլանդիայում ինքը ռազմաբազա չունի, այսինքն ինքը որևէ խնդրեմ ունի Գրենլանդիայում ծավալվելու, իր անվտանգության խնդիրներ լուծելու, Գրենլանդիայի անվտանգության խնդիրներ, առավել եւս որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունն է, որևէ խնդիր կա, ինչի Ամերիկայի զորքը եվրոպական քանի երկրում կա, ուրեմն որ երկրում դու զորք ունենաս, պետք է ասես այդ երկիրը լավ չեք պահան, բերեք տվեք, միացնեմից դարձնեմ 51-րդ նահանգ։ Դրա համար կարծում եմ, որ այս ոգևորությունը շատ անտեղի է։ Դանիայի եւ Գրենլանդիայի վարչապետերը կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին դադարեցնել Գրենլանդիան գրավելու սպառնալիքները։ Ամենևին իմաստ չունի խոսել այն մասին, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է գրավել Գրենլանդիան։ ԱՄՆ-ն իրավունք չունի բռնակցելու դանիական թագավորության 3 երկրներից որևէ մեկը, հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Ֆրեդերիկսենը հիշեցրել է, որ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, հետևաբար ես վճռականորեն կոչ կանեմ ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները պատմականորեն մոտ դաշնակցի եւ մեկ այլ երկրի, մեկ այլ ժողովրդի հանդեպ, ովքեր շատ հստակ ասել են, որ վաճառչի չեն։ Դե հիշում եք, որ Դոնալդ Տրամպը միլիարդներ էր խոստանում նաև ընտրություններից առաջ, անցյալ տարի, բայց նրանք ասին, որ չի վաճառվում տարածքը անգամ 56 հազար բնակչություն ունեցող երկրին միլիարդներ խոստացավ Դոնալդ Տրամպը, բայց ուղղակի կատեգորիկ հրաժարվեցին, ասին չի լինելու։ Անգամ մրցակից կուսակցություններից, որոնք անցան խորհրդարան, ոչ մեկը չհամաձայնվեց սպասարկի Միացյալ Նահանգների շահերը։ Դա պետք է ուղղակի հպարտությամբ նայես, էլի, որ էսկիմոսները ոնց են իրանց պետության համար դողում իրանց ազգային ինքնության, այլ ոչ թե մտածում են, որ կարող են դառնալ Միացյալ Նահանգների քաղաքացի, մի միլիոնն էլ չեն վճարի, որ այդ ոսկե քարտը, որը որ Դոնալդ Տրամպը խաղարկում է։ Մի քիչ իր համար զարմանալի է, որ մարդը իր հողը չի վաճառում։ Դե ամեն ինչը ինքը համարում է առևտրի առարկա։ Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը նույնպես հայտարարության մեջ ինքը նշել է, երբ Միացյալ Նահանգների նախագահը ասում է, որ մեզ անհրաժեշտ է Գրենլանդիան եւ մեզ կապում է Վենեսուելայի եւ ռազմական միջամտության հետ, դա ոչ միայն սխալ է, դա անհարգալից է։ Այնպես որ այնուամենայնիվ հուսամ, որ գոնե այս ընթացքում այդ ոգևորությունը մի քիչ կանցնի, կկենտրոնանա կոնկրետ Վենեսուելայի վրա եւ դրանով պայմանավորված նոր աշխարհակարգի հետ կապված կմտածի, որ դաշնակիցներ ձեռք բերի, այլ ոչ թե գնա մեկուսացման։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո: Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, մենք ԱՄՆ-ում ունենք բավականաչափ սեփական նավթ։ Այնինչ մենք թույլ չենք տա այն է, որ Վենեսուելայի նավթային արդյունաբերությունը վերահսկվի Միացյալ Նահանգների հակառակորդների կողմից։ Ինչու է Չինաստանին անհրաժեշտ վենեսուելական նավթը, ինչու է Ռուսաստանին պետք վենեսուելական նավթը, ինչու է Իրանին անհրաժեշտ վենեսուելական նավթը, նրանք նույնիսկ այս մայրցամաքում չեն։ Սա արևմտյան կիսագունդն է, սա այն վայրն է, որտեղ մենք ապրում ենք, ասել է Ռուբիոն։ Իհարկե շատ լավ է, որ արևմտյան կիսագնդում ապրում եք եւ ասում եք, այս մեր արևմտյան կիսագունդն է, բայց այդ դեպքում էլ բա ինչ գործ ունես Մերձավոր Արևելքում, բա ինչ գործ ունես Իրանի հետ, ինչ գործ ունես այդ դեպքում Թայվանի հետ կապված, Հարավային Կորեայի հետ կապված, որ ասում ես կպաշտպանեմ, ես կանեմ, մենք անեմ։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ամբողջ աշխարհի վրա ազդեցություն ունի, մեկ էլ ասում է, ես ամբողջ աշխարհի վրա ազդեցություն ունեմ, բայց Ամերիկայի հետ գործ չունենակ, դա լուրջ չի իհարկե, դա հաստատ այդ պարզաբանումը չի։ Իսկ եթե ցանկանում են Ամերիկայի շահերը պաշտպանել, իհարկե փոխշահավետ կարելի է պաշտպանել, բայց ոչ թե ասել, որ չէ, այս մեր կիսագունդն է, սրա հետ գործ չունենք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դժգոհ է Վենեսուելայում ԱՄՆ-ի կիրառած մեթոդներից։ Միևնույն ժամանակ դա նշել է, որ Մադուրոյի իշխանությունից հեռացումը համարում է լավ լուր։ Իհարկե Մադուրոյի իշխանությունից հեռացումը լավ լուր է, որովհետև այդ երկիրը բռնատիրական պետություն էր, բռնապետություն էր, մի նորություն չի, ընտրությունները կեղծված, իշխանությունը զավթված, ամեն ինչ էլ կարող է ալներ հանցագործության ինչ մակարդակ ասեք, դա բնական է, որ հազիվ թե որևէ նորմալ մարդ ուրախ չլինի, որ այդ մարդը հեռացել է, բայց ուղղակի այդ հեռանալու ընթացքում այնպիսի ձևակերպումներ գտնվեն, որի պարագայում չստացվի, որ ուղղակի ցանկացած մեկը կարող է մտնել մի ուրիշ պետություն եւ նրան առևանգի ու տանի դատի։
հիմնավորումները պետք է լինեն անխոցելի, որովհետև դա ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է ու նշեցի, որ շահերի համընկնման տեսանկյունից որևէ մեկի շահը Ամերիկայի հետ չի համընկնում, եթե ինքը մյուսներին չառանձնացնի եւ դաշնակիցներ ձեռք բերի, համախոհներ ձեռք բերի ընդդեմ կոնկրետ Վենեսուելայի, որը Ռուսաստանի դաշնակիցն է, ավելի ճիշտ հանցակիցն է։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Նման հայտարարությունները դիտվում են որպես երկրի ազգային միասնությունը խաթարելու փորձ։ Իրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Իդեպ ուշադրություն դարձնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նաև այսօր էլ նորից կրկնեց, որ եթե Իրանը ժողովրդի վրա որևէ գործողություն կատարի, ապա անպայման կմիջամտեն դրան։ Այն որ տարիների ընթացքում ամեն ինչ արվում էր, որ Ամերիկան կարողանա հարմար պահի օգտագործի նաև Շահզադե Փահլավիի տարբերակը, բայց հիմա երբ որ ինքը ստենց բոլորին ասում է ես պետք է անեմ, ես պիտի կառավարեմ, ես պիտի կառավարիչ տնեմ եւ այլ, դա հակառակ էֆեկտն է ունենալու։ Այսօր եթե օբյեկտիվորեն նայենք, շատ բարենպաստ էր, որ կարողանային այդ քայլը անեին, բայց եթե Միացյալ Նահանգները ասենց ագրեսիվ ձևով այդ քայլերը անի ու բոլորին վերաբերվող, դա ընդհակառակը կարող է ուղղակի վնաս տա այդ ծրագրին։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, դեպ տեսնում ենք, որ այդ բողոքները շարունակվում են, լարվածությունը մեծ է Իրանում, բավական լուրջ ձևով անգամ մտածում են հոգևոր առաջնորդը կարող է երկրից գնա, դե դա կարող է նաև ասեն, որպեսզի առաջացնեն ցնցում երկրում, որ տեսեք ուզում է փախնի, այնպես չի, որ կարող է չուզենա փախնի, բայց ամեն դեպքում կարող է նաև դա ուռճացված լինի, որովհետև հազիվ թե իր պլանները մամուլին հայտնի դառնային։ Այնպես որ դա էլ մենք պետք է մտածենք, որ մեր հարևանն է եւ ինչ զարգացումներ կարող է լինի, մանավանդ որ այնուամենայնիվ ցանկանում են առիթն օգտագործել Իրանին հարված հասցնելու։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, եւ Ուկրաինայի դեպքում դրա համար հիմքերը շատ ավելի մեծ կլինեն։ Հետարքիր է նաեւ, որ ինքը մեղադրում է Ամերիկային, որ ինչ արեցիր Վենեսուելայում, բայց հիմա ասում են, որ Վենեսուելայում արել ես, կարաս այդ նույնը Ուկրաինայում անես։ Բայց հարց է ծագում, այսինքն դու գտնում ես, որ Ուկրաինայի հետ կարելի է այդպես վարվել։ Բայց դեպքում հարց, բայց 4 տարի ինչի չէիք վարվում։ Բա գնացել եք հասել եք Կիևի մատույցները։ Բա դուք չէիք խոսում նրա մասին, որ գնալու եք գերի էիք վերցնելու Զելենսկուն։ Այդ ամեն ինչ այն վաղ չէր խոսվում դրա մասին, որ ձեր նպատակը նաև դա էր, որ միանգամից իշխանությունը փոխեք, ձեզ համար հաճո իշխանություն դնեք։ Այսինքն եթե դուք խոստովանում եք, որ կուզենայիք, որ Զելենսկու հետ Ամերիկան այդպես վարվի, ուրեմն խոստովանում եք ձեր ապաշնորհությունը։ Այսինքն ընդունում եք, որ այն ինչ որ կարող է Ամերիկան անի, դուք անել չեք կարողանում 4 տարվա ընթացքում։ Չնայած որ կյանքը ապացուցում է, որ այդ նույն բանը պետք է Պուտինի հետ անեն, ոչ թե Զելենսկու, որովհետև պատերազմը սկսել է Պուտինը։ Իսկ նայենք Եվրոպայի արձագանքը, սա արդեն երկրորդ արձագանքն է եվրոպական կառույցներից, որնով հասկանանք, թե ի վերջո բավական զուսպ է իրենց արձագանքը, բայց ամեն դեպքում պետք է նաև հաշվի առնել, թե ի վերջո ինչ է տեղի ունենում։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը գրել է. Եվրամիությունը հարգում է Վենեսուելայի ինքնիշխանությունը եւ աջակցում է ժողովրդավարության խաղաղ անցմանը, որը աջակցում է Եվրամիության 26 անդամ պետություններ, բացառությամբ Հունգարիայի։ Կարակասում ԱՄՆ գործողության վերաբերյալ Եմեն կիսում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, բայց աջակցում է ավելի մեղմ միջոցառումներին։ Այսինքն այնուամենայնիվ իրանք այդ մեթոդները Միացյալ Նահանգների չեն ընդունում։ Իդեպ այս հարցում Հունգարիան փաստի առաջ է կանգնել, որովհետև ինքը միաժամանակ ուզում էր լինել երկու տիրոջ ծառա, Դոնալդ Տրամպի եւ Վլադիմիր Պուտինի, բայց հիմա Դոնալդ Տրամպի եւ Վլադիմիր Պուտինի շահերը Վենեսուելայի հարցում չեն համընկնում։ Ինքը ստիպված հետաքաշվել, ասում է ինչ անում եք արեք, որովհետեւ հա Ամերիկունից երկչոտ հայտարարություններ անում, բայց չի կարողանում ասի ինչ անի, մեղադրի
Վենեսուելայում Ամերիկայի գործողությունը այդ Թրամփին է քննադատում ողջունի Պուտինն է նեղանալու դրա համար շարից հեռու մի կողմ է քաշվել Եվրամիությունը հիշեցնում է, որ միջազգային իրավունքի սկզբունքները եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները հատուկ պատասխանատվություն ունեն պահպանելու այդ սկզբունքները, որպես միջազգային անվտանգության համակարգի հիմնարար տարր, գրել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը։ Եվրամիության դիրքորոշումն այն է, որ այս մարտահրավերները պետք է լուծվեն շարունակական համագործակցության միջոցով, միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների լիակատար հարգանքով։ Վենեսուելայի ժողովրդի իր ապագան որոշելու իրավունքը պետք է հարգվի, ընդգծել է Կալասը։ Այսինքն ինչպես տեսնում ենք, դա Եվրամիության 26 պետության կողմից արված հայտարարություն է, դե ցանկացած այդ կարգի հայտարարություններ կոնսենսուսով են ընդունում, եթե մի ոք չի մասնակցում, ուղղակի կառուցիանից հայտարարությամբ են հանդես գալիս, հիմա մենք տեսանք վերաբերմունքը ինչպիսին է, այնուամենայնիվ չեն ողջունում, որ դա կարելի է ցանկացած պարագայում որևէ երկիր մտնել եւ այդ ձևով հարցերից է, առավել եւս որ Դոնալդ Տրամփը ողջավորված ասում է, ես էլ եմ անելու մյուս տեղն էլ, շատ քիչ ամնաց Կուբային, Կոլումբիային եւ այլ եւ այլ։ Համենայն դեպս կարծում եմ, որ այդ վիճակը որոշ ժամանակվա ընթացքում Դոնալդ Տրամփը կվերանայի։ Իսկ բաներ կա, որ հիմա անընդհատ sense հետ էր ընկնում Վենեսուելան կինոյի տղեն դարել էր այս անգամ Նիկոլաս Մադուրոն, բայց բաներ կա, որ անպայման պետք է անդրադառնանք, որը ուղղակիորեն առնչվում է մեզ, որտեղ մի երկու օր առաջ էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի դիմակայության փուլից երկխոսության եւ համագործակցության անցնելու համար։ Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տնտեսական ինտեգրման եւ փոխշահավետ համագործակցության համար։ Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու լիազորություն ունեցող Մինսկի խումբը մոռացության է մատնվել։ Այսպիսով Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից։ Ահա էր իր երազանքը եւ պահանջը Նիկոլ Փաշինյանի վրա ճնշումը, որ սա պետք է հանել, որ չմիջազգայնացվի Արցախի հարցը, ոնց որ հիմա տարբեր կազմակերպություններ այդ հարցը քննարկում են եւ ասում են հարցը փակված չի։ Ինքը համարելով, որ Մինսկի խումբը որ լուծարվի, այսինքն այլևս միջազգային օրակարգից դուրս կգա։ Որպես հաղթանակած երկիր մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին, ինչը նաև մեր հեռատես քաղաքականության դրսևորումն է։ Հայրենական պատերազմից ընդամենը 5 տարի անց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կրկին ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը եւ մեր քաղաքականության իմաստնությունը։ 5 տարի առաջ մեր տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ։ Մենք վերջ դրեցինք 30-ամյա հայկական օկուպացիային եւ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց հզորությունը, հագեցած նոր զենքերով եւ սարքավորումներով։ Մեր բանակն այժմ ի վիճակի է կատարել ցանկացած խնդիր։ Այս նույն խաղաղության գնացող Ալիևի հայտարարություններն հաղթանակած, պարտված եւ այլ, մենք պահանջեցինք, մենք պարտադրեցինք, մենք արեցինք։ Եվ իրանք հիմա շարունակում են զինվել, Հայաստանն ասում է դե խաղաղության են գնում, զինվենք ինչ անենք։ Մենք նոր պատերազմի չենք պատրաստվում։ Մեզ համար պատերազմները անցյալի մասունք են, սակայն ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր նախ եւ առաջ պետք է լրջորեն մտածի իր սեփական անվտանգության մասին։ Միջազգային իրավունքը այլևս կիրառելի չէ այսօրվա աշխարհում։ Շատ երկրներ ընդունել են ուժը արդարացնում է սկզբունքը։ Ամբողջ աշխարհում ընթանում է լայնածավալ սպառազինման գործընթաց։ Նման իրավիճակում մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատշաճ կերպով պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ մեր ընտրությունը, նշել է Ադրբեջանի նախագահը։ Այմա էս Ադրբեջանի հետ Հայաստանը գնում խաղաղության եւ մեզ ասում է խաղաղությունը Ադրբեջանը խոստացել է, որը հիմա զինվում է, որը խոսում է
ուժեղի իրավունքից, որը նայում է նաև ինչ անում Միացյալ Նահանգները, եւ մենք պետք է հասկանանք ԱՄՆ կոնգրեսի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է Ադրբեջանի ռազմական օգնությունը սահմանափակող 907-րդ ուղղումը չեղարկելու մասին օրինագիծը, ըստ հիմնավորման կոնգրեսը եզրակացնում է, որ անկախությունից ի վեր Ադրբեջանը մնացել է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների հավատարիմ դաշնակիցը, ապահովելով կարևորագույն համագործակցություն թե պատերազմական, թե խաղաղ ժամանակներում։ Ադրբեջանը ցույց է տվել իր հստակ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջնահերթության նկատմամբ։ Ադրբեջանը հասել է խաղաղության համաձայնագրի, որով համաձայնեցվել է իր եւ Հայաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Ահա Միացյալ Նահանգների գնահատականը ներողություն, այն դեպքում, երբ որ 907 բանաձև, տեսեք քանի տարվա ընթացքում է եկել հասել մեր օրերին։ Հիմա հայտարարում էր, որ Ադրբեջանն է իրանց լավ գործընկերը, Ադրբեջանն է տանում խաղաղության, Ադրբեջանն է հանձնառու այդ ամեն ինչով, ուր է Հայաստանը։ Ընդամենը ոնց որ իրար հետ գործ են անում։ Եվ էլի առիթ չի եղել, ասենք դանելի անդրադառնանք, որովհետև սա էլ կարևոր էր, ուղղակի ուշադրությունից դուրս մնաց։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է Դոնալդ Թրամփի արագ արձագանքը եւ գործընթացին նրա լիարժեք ներգրավվածությունը արժանի են բարձր գովասանքի։ Հաջիևը նշել է, որ 907-րդ բաժնի պահպանումը խոչընդոտում է Ադրբեջանի բանաձևի մասին եւ Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացին։ Չնայած դա արդեն տեսակ օրակարգում է, երկու երկրներն էլ լուրջ ջանքեր են գործադրում խաղաղությունն ամրապնդելու համար, սակայն ԱՄՆ կոնգրեսում որոշակի նախաձեռնություններ ավելորդ են եւ բաժանարար։ Բայդենի եւ պետքարտուղար Բլինկենի վարչակազմերի օրոք երկու կողմերի միջև առաջացել են բազմաթիվ թյուրըմբռնումներ, որոնք զգալիորեն վնասել են հարաբերությունները։ Իհարկե հերթական ժեստն է Թրամփին, որ տես քեզանից առաջվաններն են արել։ Հաջիևը նշել է, որ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկապակցվածությունը Երևանի հետ, մատակարարելով նավթամթերք եւ նպաստելով հացահատիկի արտահանմանը հայկական շուկա։ Սա կարող է խորհրդանշական թվալ, բայց այն ունի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։ Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ, ընդգծել է Հաջիևը։ Այս է ուզում հատուկ, որ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Մենք վճռականորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին եւ զգում ենք Թրամփի վարչակազմի լիակատար աջակցությունը, եզրակացրել է Հաջիևը։ Հիշում եք, Ադրբեջանն ասում էր, որ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ, փոխեք սահմանադրության նախաբանը հանեք եւ դրեք հանրաքվեի, որ պահանջատիրությունը դուրս գա, որ մենք հասկանանք, որ այլևս դրան վերադարձ չի լինելու։ Քանի դա մնում է, դա նշանակում է վերադարձ դեռ կլինի հաջորդ իշխանության օրոք։ Մենք ուզում ենք փաստաթուղթ ստորագրենք հայ ժողովրդի հետ։ Բայց տեսան, որ շատ վտանգավոր է, որ հայ ժողովուրդը գնա 700,000 ձայն տա հանրաքվեին, որով հենց հատկապես հանեն պահանջատիրությունը։ Հասկացան, որ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը այդ ձայները ստանա, ընտրություններին համարենք, որ դա ալնի, դրանից հետո հանրաքվեն կարող է այդ ձայները չստանա եւ իրանք համարեն, որ Նիկոլ Փաշինյանն իրանց խաբեց։ Հիմա իրանք հասկացան, որ հայ ժողովրդի հետ պայմանագիր կնքելու համար միայն բավարար չի ասել դուք պետք է հանրաքվե անեք, բավոր չարեցին։ Հայ ժողովրդին պետքա տալ էժան բենզին, հայ ժողովրդին պետքա ասել բերեք ավելի հարմար ճանապարհով ձեզ բերեն հացահատիկ եւ որի պարագայում ավելի պարզ մարդը ոնց բացատրի, որ հասկացանք, որ նյութական շահագրգռվածությամբ պետքա հայ ժողովուրդը դառնա Ադրբեջանի գործընկերը։ Էլ դա այս պարզ մարդը ոնց բացատրի, ասում է մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ։ Եվ դա կապում է ինչի հետ։ Սա կարող է խորհրդանշական թվալ այդ ընդհանրապես այդ բենզինը որ եկել է, բայց այն ունի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։ Հիմա դուք հասկացաք, ընտրությունը ձերն է, ժողովրդյան, մարդիկ պարզ ասում են, իմացեք, որ մենք ամեն ինչ կանենք, էժան ապրանք կտանք, էս կանենք, այն կանենք, մեր ուզածը դուք արեք, մենք իրար հետ նորմալ համագործակցենք։ Հիմա հայ ժողովուրդը պետք է որոշի ցանկանում է համագործակցել Ադրբեջանի հետ այս պարագայում եւ խապվել ընդամենը որ կարող են մի խմբականակ ապրանք բերեն գինե էժանն լի ասեն հետո ավելի շատ կտանք ավելի էժան կլինի մենք լավ գիտենք թե ընդհանրապես իրանք ապրանքի եւ ֆինանսական էքսպանսիայով ինչ կարող են անել Հայաստանի հետ առավել եւս որ մեր իշխանությունները
չեն ցանկանում դրա դեմն առնել, ընդհակառակը սիրահոժար ցանկանում են ճանապարհներն ու սրտները բացեն Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ։ Այսինքն մեր այդ ինքնապաշտպանական բնազդը չի գործելու, որովհետև նա ով մեր երկիրը պետքա պաշտպանի, այդ իմունիտետը մենք պետք է ունենանք դրա դեմ, մեր տնտեսությունը դրան պատրաստ լինի, այդ Նիկոլ Փաշինյանը մեր իշխանությունը հակառակորդի թիմից է խաղում։ Այդ է վտանգը մեծացնում։ Եվ Մակրոնի մասին ասենք մի բան էլի տենց չարադարձանք, բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը, որը լրանում է 27 թվականին։ Ես կաշխատեմ մինչև վերջին վայրկյանը ամեն օր փորձելով համապատասխանել այն բանդատին, որն ինձ վստահել է Ֆրանսիայի քաղաքացիները, ասել է Մակրոնն իր ամանորյա ուղերձում։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում 26 թվականի վերջին, երբ ժամանակ է գահստճանաբար կսկսվի 27 թվականի նախագահական քարոզարշավը։ Վերջին 10 տարվա ընթացքում առաջինը, որին ես չեմ մասնակցի, նշել է պետության ղեկավարը։ Նրա խոսքով ինքը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն հնարավորինս հանգիստ, հատկապես առանց որևէ արտաքին միջամտության։ Այդ տեսնում եք պետական այրի մոտեցումը, մինչև վերջի վայրկյանը կաշխատեմ իմ լիազորությունների շրջանակներում, թե ունեմ հնարավորություն առաջադրվելու, բայց չեմ առաջադրվի եւ կապահովեմ նորմալ ընտրություններ, արժանին թող ընտրվի։ Այս է հարց, որը որ փաստորեն տեսեք ինչպես են վերաբերվում մարդիկ, ովքեր իրանց կյանքը դնում են իրանց պետության համար եւ այդքան թուքումորել ուտելով, այդքան խնդրի մեջ մտնելով, միջազգային շատ խնդիրներ վրան վերցնելով եւ դրա իր ժողովրդի աչքից հարկատուի աչքից ընկնելով, ընտրողի աչքից ընկնելով, բայց որ լուծի պետական քաղաքականություն։ Հիմա էլ ասում հանգիստ հեռանում են, դուք էլ այդ հարցերը լուծեք։ Դե այս ամեն ինչի ֆոնին այնպես չի, որ մեր մոտ ոչինչ չի կատարում, մետ էլ ասենք, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզի մասին հայտարարության տեքստ է ընդունել կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների հետ։ Իհարկե հարցը նա է, որ ինքը ասում է, ես ինչ որ անում եմ բարենորոգումը, ես կապ չունեմ, ես շարքային քաղաքացի եմ, որպես այդպեսին անում, հիմա այսօր ինքը վերցնում է դրանց հետ ստորագրությունն է դնում եւ գրում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Սա ինչի համար է արվում։ Ինքը հոգեդի որ դա սահմանադրության խախտում է։ Այսինքն իհարկե կարելի է եկեղեցում կարգի բերել, բայց ոչ այս ձևով, որ աշխարհիկ պետությունը վարչապետը ստորագրություն դնի հոգևորականների հետ եւ ասի բարենորոգում ենք ստեղ եւ ասում ենք պետք է Կտրիչ Ներսիսյանը գնա։ Իսկ եթե չգնաց ինչ եք անելու, գրավելու եք։ Այսինքն սա ինչի համար է արվում։ Թվում է թե բայ ինքը չգիտեր, որ դա սահմանադրության խախտում, այո գիտեր։ Ինքը դա ինչի համար անում։ Վերջերս ինչ էր ասում, ասում էր, եթե ես այս բանն ասում եմ, դուք չեք ուզում հեղափոխություն արեք։ Եթե դուք հեղափոխություն չեք անում, ուրեմն դուք ինձ հետ համաձայն եք։ Շանտաժ է անում, էլի։ Ասում է ես եմ կոչանում հեղափոխություն, բայց հենց ուզենաք հեղափոխություն անեք կձերբակալեմ։ Հիմա ինչն է, նույն բանն է ասում, հիմա նույն բանն, ասում է հարգելի իրավապահ համակարգ, ես սահմանադրությունը խախտում եմ։ Եթե դուք իմ ձեռքը չեք բռնում, ուրեմն դուք ինձ հետ համաձայն եք։ Վաղը չէ որ դեմը ընտրությունը ավելի ծանր բաների տակ է կոխելու մեր իրավապահ համակարգին։ Հենց որ ասեմ, պարոն վարչապետ, մենք այս անօրինականությունը չենք կարող անենք, բայց այն մյուս անօրինականությունը ինչի արեցիք։ Ինչի թողեցիք ես սահմանադրություն խախտեմ։ Ուրեմն դուք արդեն ձեռքերը տարոնոտել եք ու լաքոտել եք խախտելով օրենքը։ Այնպես որ ձեզ տենց բանի տեղ չդնեք, էլի, այսինքն բա դուք խախտում անող չեք։ Այնպես որ այս ամեն ինչը հաշվի առնենք, առաջիկայում շատ ուժեղ լարված իրավիճակներ լինելու են, պատրաստ լինենք այդ ամեն ինչին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինա YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։